Բարև ձեզ սիրելի հայրենակիցներ, այսօր հունիսի 15-ն է եւ սա արդեն մեր երեկոյան հաղորդումն է։ Քիչ առաջ տեղեկացանք, որ Իրանը նոր հրթիռային հարձակում է սկսել Իսրայելի նկատմամբ, բայց այս պայմանությամբ այդ հրթիռները դեռևս օդում են եւ մենք հիմա կանդրադառնանք կարևոր ակտուալ այլ հարցերին, որոնք որ վերաբերվում են Իրանին եւ վերջում արդեն կանդրադառնանք այդ հրթիռային հարձակմանը, քանի որ կարծում եմ շատ շուտ արդեն մենք կունենանք տեղեկություններ այդ նոր հրթիռային հարձակման վերաբերյալ։ Սկսենք թեման նրանից, որ Իրանի արտգործնախարար Աբբաս Արաքչին հայտարարել է, որ Իրանը շարունակելու է պատերազմը Իսրայելի հետ եւ իր հարձակումները կշարունակի եւ դա նրա խոսքերով արվում է նրա համար, որ Իրանը կարողանա էֆեկտիվ պաշտպանություն իրականացնել։ Նա նաեւ հայտարարել է, որ այս ամենում նաեւ մեղավոր են Ամերիկայի Միացյալ Նահանգները եւ նրա խոսքով իրենք ունեն տեղեկություններ, որ Ամերիկայի Միացյալ Նահանգները աջակցել են Իսրայելին, այսինքն նման փաստաթղթեր իբր ունի իրանական կողմը։ Կարևոր է նշել, որ ամբողջ օրը Իսրայելը շարունակել է ռմբակոծել Իրանը, Թեհրանում բազմաթիվ հրդեհներ են բռնկվել, նաեւ փլուզված շենքեր կան, դրանից բացի Իսպահանում հարձակմանը ենթարկվել պաշտպանության նախարարության շենքը եւ դրանից բացի իսրայելական օդուժը հարվածներ է հասցրել Թեհրանի իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի կենտրոնակայաններին։ Դրանից բացի Իսրայելի պաշտպանության նախարարությունը եւս հայտարարությամբ է հանդես եկել, նրանք ասում են, որ իրենք կշարունակեն հարվածներ այնքան ժամանակ, մինչեւ չսպառեն ատոմային հնարավորությունները, միջուկային ծրագրի հնարավորությունները Իրանի, ինչպես նաեւ չոչնչացնեն իրանական սպառազինության համակարգերը Թեհրանում եւ ամեն ուր։ Այսօր հայտարարությամբ է հանդես եկել նաեւ Գերմանիայի արտգործնախարարը եւ նա ասում է, որ Գերմանիան, Ֆրանսիան, Մեծ Բրիտանիան պատրաստ են աշխատել Իրանի հետ, որպեսզի բանակցությունները խաղաղությամբ ավարտվեն, այսինքն այս պատերազմը չխորանա, էսկալացիա եւ լարվածություն չլինի Մերձավոր Արևելքում եւ նրանք պատրաստ են բանակցություններ շարունակել իրանական կողմի հետ։ Այս հարցի շուրջ նաև քիչ առաջ արտահայտվել է Դոնալդ Թրամփը, նրա խոսքով պետք է լիներ այս պատերազմը, որ հիմա հնարավոր լինի հասնել խաղաղության։ Ամերիկայի Միացյալ Նահանգները պատրաստ են այդ առումով, կրկին ասում է, որ իրենք պատրաստ են խաղաղության, բայց նա նաև չի բացառել, որ Ամերիկայի Միացյալ Նահանգները եւս կներգրավեն այս պատերազմի մեջ, նրա խոսքերով տարբեր հիմնազանգեր են գալիս, որպեսզի այս պատերազմը ավարտին հասցվի։ Նա նաև խոսել է այն մասին, թե ինչքան մեծ աշխատանք է կատարել նաև իր նախորդ նախագահության օրոք, որ աշխարհում իբր խաղաղություն լինի։ Գիտենք ինչ ձևի խաղաղություն եղավ 2020 թվականին Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ, բայց Թրամփը խոսում է այդ մասին։ Կարևոր է նաև նշել, որ այս 3 օրերի ընթացքում իսրայելական կողմին հաջողվել է ոչնչացնել 14 գիտնական ֆիզիկոսներ Իրանում եւ նոր տեղեկություններ էլ կան հիմա, որ Թեհրանի տարբեր շրջաններում մեքենաներ են պայթեցվել, այսինքն դիվերսիոն աշխատանքը եւս կարողանում է շատ հաջողակ ձևով իրականացնել Իսրայելը։ Նաեւ տեղեկություններ կան, որ հիմա Թեհրանից դուրս շարժվող մեծ մեքենաների հոսք է գրանցվում, նույնիսկ դժվարցել է Թեհրանից դուրս գալող մեքենաների, քանի որ այնքան շատ են մեքենաները, որ դրանք հիմա բավականին լուրջ խցանումներ են առաջացրել Թեհրանում։ Ինչ վերաբերվում է Իսրայելին հասցված վնասներին, ապա այդ վնասների թիվը միայն աճում է, մարդկային զոհերի թիվն է աճել Իսրայելում, 1 տասնյակից ավել արդեն զոհեր կան, 350-ից ավել վիրավորներ կան, բազմաթիվ շենքեր են ավերվել կամ գտնվում են վթարային վիճակում, ընդհանուր առմամբ խոճապային տրամադրություններ են արդեն կամաց սկսել տիրել Իսրայելում, քանի որ իրոք բավականին լուրջ է եղել երեկվա իրանական հարձակումը Իսրայելի վրա։ Բայց ընդհանուր առմամբ Իսրայելի բանակցությունը սովոր է եւ նրանք այդ հերախոսների իրենց վրա ազդանշանը մոտ 10 րոպե առաջ ստանում են եւ շատերը կարողանում են տեղավորվել ապաստաններում եւ օրվա ընթացքում մի քանի անգամ կարողանում են իջնել այդ ապաստարանները։ Պետք է նշենք, որ նաեւ խութիները մեկ-մեկ նույնպես հրթիռակոծում են Իսրայելը
եւ նույնիսկ 1-2-3 հրթիռների համար իրենք ստիպված են լինում իջնել նկուղներ։ Եվ քանի որ բավականին լուրջ են եղել այս գիշերվա փլուզումները, Նետանյահուն ավելի կոշտ եւ սուր հայտարարություններ է հիմա սկսել անել Իսրայելի հասցեին, ու այդ հայտարարություններով կարծես թե ավելի է լարվում իրավիճակը, այսինքն բոլորը հասկանում են, որ մոտակա ժամերի ընթացքում դժվար թե դադարեցվի այս պատերազմը, չնայած որ Թրամփը խոսում է այն մասին, թե ինքը հիմա ստիպելու է կողմերին, ինչպես ստիպեց Պակիստանին եւ Հնդկաստանին դադարեցնել այդ պատերազմը, որը որ բռնկել էր երկու երկրների միջև։ Եվ ինչպես արդեն նշեցի, հիմա նաև թարմ տեղեկություններ ենք ստանում, որ մոտ 20 ավտոմոբիլներ են պայթեցվել այսօր Իրանի տարածքում եւ հիմնականում պայթեցվել են տարբեր գիտնականների, ֆիզիկոսների մեքենաներ, այսինքն Իսրայելը շարունակում է ոչնչացնել Իրանի ատոմային էներգետիկայի գիտնականներին, բայց Իրանի հատուկ ծառայություններին հաջողվել է բռնել երկու գործակալի, իսրայելական գործակալի, որոնց նկատմամբ հիմա հետաքննություն է ընթանում։ Եվ ահա ինչպես հայտնում են իրանական հեռուստաընկերությունները, Իրանը նոր հրթիռակոծություն է սկսել, ինչպես արդեն նշեցի, եւ իրանական հրթիռները խոցել են Իսրայելի Հայֆա, Թել Ավիվ եւ Աշկելոն քաղաքները։ Մանրամասները կարծում եմ հիմա շատ շուտ մենք կունենանք արդեն մեր այս եթերում։ Եվ մինչև սիրելի հայրենակիցներ մենք արդեն նոր տեղեկություններ ունենանք, թե ինչ է տեղի ունեցել այդ նոր հրթիռակոծության հետևանքով Իսրայելում, քանի հրթիռ է արձակել Իրանը, քանիցն են կարողացել որսալ, ինչ հետևանքներ է ունեցել ահա այս վերջի հրթիռակոծությունը, իմիջիայլոց է ստացա տեղեկություններ հաստատող Իսրայելից, որ իրոք հրթիռակոծություն է տեղի ունեցել եւ Իսրայելում կրկին էվակուացիա է հայտարարվել։ Ուզում եմ անդրադառնալ մեկ կարևոր հարցի, որ մեր հայրենակիցները մեկնաբանություններից են տեսնում, որ հստակ աջակցում են Իրանին եւ հստակ քննադատում դատապարտում են Իսրայելին։ Այստեղ կարևոր է մեկ հարցի անդրադառնալը, հա մենք գիտենք, բոլորս էլ շատ լավ գիտենք, թե Իսրայելը ինչ կարևոր վատ առաքելություն է ունեցել Արցախի պատերազմի ընթացքում, Արցախի դեմ պատերազմի ընթացքում օգնել Ադրբեջանին, բայց մենք նաև մեկ բան պետք է հասկանանք, որ դա նրան կարել են ոչ թե նրա համար, որ հայերին ատում են, հայերին չեն սիրում, այլ նրա համար, որ ունենան Ադրբեջանի աջակցությունը ընդդեմ Իրանի։ Նրանք իրենց ազգային եւ պետական շահերից ելնելով օգնել են Ադրբեջանին, որպեսզի իրենք կարողանան իրենց պետական եւ ազգային շահերը առաջ տանել։ Եվ մենք տեսանք, թե ինչ տեղի ունեցավ նաև Իրանի սպանված նախագահ Ռայսիի ուղղաթիռի հետ։ Բոլորը հասկանում են, որ այդ ամենում ներգրավված էր նաև Իսրայելը եւ Ադրբեջանը նույնպես բնականաբար, քանի որ Ադրբեջան գալուց սահմանին վրա այդ հանդիպումից հետո Ալիևի հետ եւ հեռանալու ընթացքում իր ուղղաթիռը կործանվեց։ Հիմա կարևոր է հասկանալ, որ կոնկրետ հրեա ժողովուրդը ինքը թշնամանք չունի հայ ժողովրդի նկատմամբ եւ նույնիսկ չի էլ նկատում մեր թշնամանքը, որոնց, այսինքն այն մեր հայ ազգի քաղաքացիների, որոնք որ ունեն թշնամանք ընդդեմ Իսրայելին, բայց մենք շատ կարևոր է որ կարողանանք տարանջատել իշխանություններին հասարակ ժողովրդից։ Հասարակ ժողովուրդը մեղք չունի, հիմնականում Նետանյահուի իշխանությունն է, որը որ այդպիսի խորը դաշնակցային կապեր է հաստատել Ալիևի հետ, կոնկրետ Ալիևի հետ։ Մենք տեսնում ենք, որ Էրդողանի շահերը չի համընկնում Նետանյահուի հետ, եւ մեկ բան շատ կարևոր է այստեղ նշել, որ եթե վաղը, ասենք Իրանի հարցը լուծվում է, այաթոլլաների ռեժիմը փլվում է, ասենք, ես չեմ կարող 100%-ով դրա մասին պնդել, չեմ էլ կարող բացառել, հնարավոր է նման սցենար, ինչու՞ չէ, ինչպես ես արդեն ասացի, ապա այստեղ մեկ հետաքրքիր փաստի է բախվում Ադրբեջանը, քանի որ այլևս Ադրբեջանը պետք չի լինի մեծ հաշվով Իսրայելին։ Եվ եթե նույնիսկ ինչ որ չափով պետք լինի, պետք է լինելու ընդդեմ Պակիստանի ու Թուրքիայի, իսկ ես չեմ կարծում, որ Ադրբեջանը գնա ընդդեմ Պակիստանի եւ Թուրքիայի շահերի։ Հետևաբար այստեղ լուրջ շահերի բախում է առաջանալու եւ դժվար թե Ադրբեջանը կարողանա շարունակել պրոիսրայելական իր քաղաքականությունը,
Այդ ժամանակ ես կարծում եմ, որ ավելի շատ բնական դաշնակից կարող է դառնան հայերը, բայց այստեղ եւս մեծ վտանգ կա, որպեսզի մենք չօգտագործվենք այդ պատերազմներում, այդ լարվածության մեջ, թեկուզ ընդդեմ թուրքերի։ Մեզ շատերն են փորձել ցավոք սրտի օգտագործել ընդդեմ թուրքերի, թուրքերին ընդդեմ մեզ, որպեսզի հասնեն իրենց շահերի իրականացման։ Այստեղ եւս մենք պետք է շատ խորիմաստ գտնվենք եւ հասկանանք, բայց հարցը նրանում է, որ իմ պատկերացմամբ եւ համոզմամբ ապագայում Ադրբեջանը եւ Իսրայելը այլևս չեն կարող դաշնակիցներ լինել, ինչ վերաբերվում է Իրանին, ապա իմ համոզմամբ Ամերիկայի Միացյալ Նահանգների ծրագրերում ապագայում Իրանը պետք է լինի Ամերիկայի Միացյալ Նահանգների դաշնակիցը Հնդկաստանով, Իրանով, Հայաստանով դեպի Եվրամիություն շատ լուրջ մի մեծ պատնեշ են կառուցելու իսլամական աշխարհի եւ չինական աշխարհի դեմ։ Այսինքն ես չէ որ դա ուզում եմ, իմ պատկերացումներն եմ ուղղակի ասում, որ հնարավոր է նման սցենար։ Եվ այստեղ չափազանց կարևոր դերակատարություն է ունենալու Իրանը։ Իմ պատկերացմամբ այդպես է ծրագրված Ամերիկայի Միացյալ Նահանգների կողմից։ Հիմա ինչքանով դա իրականություն կդառնա, ինչքանով դա իրականություն չի դառնա, հələ մենք հաստատ չենք էլ կարող ասել, թե ինչքանով այս պատերազմի մեջ կարող է ներգրավել Չինաստանը, քանի որ Իրանի թուլացումը եւ քայքայումը շատ լուրջ ձևով հակասում է Չինաստանի շահերին, լուրջ ձևով հակասում է նաեւ Ռուսաստանի շահերին, չնայած կարճաժամկետ առումով ես սրա մասին խոսել եմ, դա լավ է Ռուսաստանի համար, քանի որ ուշադրությունը շեղվում է ռուս-ուկրաինական պատերազմից եւ դրանից բացի նավթի գները շատ լուրջ ձևով սկսում են վեր բարձրանալ, էլ ավելի կբարձրանան, ինչը բնականաբար նպաստելու է, որպեսզի Ռուսաստանի տնտեսությունը կայուն մնա եւ կարողանա Ռուսաստանը շարունակել իր պատերազմը ընդդեմ Ուկրաինայի։ Վերջին շրջանում Ռուսաստանը բավականին լուրջ խնդիրներ, լուրջ խնդիրներ ունեցել այդ առումով մենք խոսել ենք սիրելի հայրենակիցներ, իմիջայլոց Սումիի հատվածում ռուսական առաջխաղացումը կասեցված է, նոր տեղեկություններով Ռուսաստանը չունի առաջխաղացում, նույնիսկ Զելենսկին է խոսել այդ մասին, ասելով, որ սահմանից ընդամենը կարողացել են նրանք խորանալ դեպի Սումիներ ընդամենը 7 կիլոմետր։ Բավականին ծանր մարտեր կան այլ հատվածներում, մենք քանի օր է Ուկրաինայի չենք խոսում, բայց ես փորձում եմ հետևել նաև Ուկրաինայում ինչ է կատարվում, Ուկրաինայի շուրջ ինչ է կատարվում։ Այսինքն ռուսական առաջխաղացումը Սումիի հատվածում հիմնականում կասեցված է, չնայած նրա, որ 52,000 զորքից ավել զորք է լցրել Ռուսաստանի Դաշնությունը այդ հատվածում։ Եվ վերադառնալով գլխավոր թեմային, սիրելի հայրենակիցներ, ասեմ, որ այս պայդրությամբ բոլոր լրատվամիջոցները հլավոր լռում են, թե Իսրայելում եւ թե Իրանում ոչ մի տեղեկություն չկա հրթիռային հարվածից Իրանի կողմից, բայց մեզ այնուամենայնիվ հաջողվեց ճշտել, որ 4:10 տեղական ժամանակով Իսրայելի տագնապ էր հայտարարվել Իսրայելում, հետո 4:30 հայտարարվել էր, որ 50 բալիստիկ հրթիռները Իրանը արձակել Իսրայելի ուղղությամբ, եւ դրանից հետո արդեն 4:50 րոպեին Իսրայելում հայտարարեցին, որ այդ հրթիռների մեծամասնությունը խոցվել են, բայց դա պարզ է, որ միակողմանի տեղեկություն է, եւ ես չեմ կարող 100%-ով ասել, որ ոչ մի հրթիռ այդ 50 հատից ոչ մի հրթիռ ոչ մի տեղում չի ընկել։ Կարծում եմ շուտով մենք կտեղեկանանք, թե իրականում ինչ է տեղի ունեցել։ Գալիս են նոր տեղեկություններ, թե ինչ իրավիճակ է Թեհրանում Իսրայելի կողմից իրականացված ռմբակոծություններից վնասվել են կոյուղիները, ջրամատակարարման համակարգերը եւ ամենավերջին թարմ տվյալներով Իրանի Մաշհադ քաղաքի օդանավակայանը հրթիռվում է։ Իսրայելական տվյալներով Իսրայելին 2500 կիլոմետր հեռավորության վրա հաջողվել է այդտեղ այդ օդանավակայանում հարված հասցնել այն ինքնաթիռին, որը որ լիցքավորում էր իրանական ինքնաթիռներ, չնայած որ չենք իմացել իրանական ինքնաթիռների մասին, որոնք որ ինչ որ օպերացիա են կարողացել այս պահի դրությամբ իրականացնել ընդդեմ Իսրայելի։ Գիտենք, որ առաջին օրնիսկ 13 ինքնաթիռ ոչնչացվել էր եւ ամփոփելով այս հաղորդումը, ասեմ, որ այսօր բազմաթիվ պայթուններ են հնչել Թեհրանում, նաեւ բնակելի շենքի հատվածներում կան պայթուններ, մեքենաներ են պայթեցվել,
Իրանում, Թեհրանում կարծես թե որոշ չափով նաև խոճապ է առաջացել, քանի որ շատ մեքենաներ են հիմա փորձում դուրս գալ Թեհրանից, այդ կադրերը եւս կան եւ բավականին լուրջ խցանումներ են առաջացել Թեհրանում։ Նաև այսօր իսրայելական լրատվամիջոցները ակնարկում էին այն մասին, որ պատրաստ են հարվածել նույնիսկ Այաթոլլահ Խոմեյնիին, փորձելով նրան եւս լիկվիդացիայի ենթարկել։ Սա է սիրելի հայրենակիցներ, այս պահի դրությամբ ինչ հայտնի էր մեզ։ Կարծում եմ մի փոքր ավելի ուշ նոր տեղեկություններ կլինի Իրանի հրթիռային հարձակման մասին, բայց այն, որ արդեն 50 հրթիռ է արձակվել նախորդը 100 էր եւ դրանից առաջ ավելի շատ հրթիռներ էին արձակել եւ մեծ հաշվով բոլոր լրատվամիջոցները լռում են, երևի թե մեծ հաշվով շատ մեծ ավերածություններ չկան Իսրայելում, բայց կարծում եմ ամենայն դեպս ես այդպես եմ կարծում, որ այսօր գիշերը եւս Իրանը հրթիռային հարձակում է իրականացնելու Իսրայելի վրա։ Հաջողություն եմ մաղթում բոլորին, ցտեսություն, կհանդիպենք։